Կարևորի մասին հաղորդաշարն է եթերում, բարև ձեզ, այսօր մենք կխոսենք երգով եւ սիրով փառատոնից եւ ոչ միայն։ Իսկ իմ հյուրը փառատոնի հիմնադիր, Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն է։ Բարև ձեզ, մայստրո, շնորհակալ ենք շատ մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, եւ իրապես խոսելու ենք կարևորի մասին, ըստ իս։ Այո, կրկին ավանդույթը չենք խախտում արդեն, երգով եւ սիրով փառատոնը Կապանում կայացավ մայիսի 9-ին, խորհրդանշական օր, մանրամասնեք խնդրեմ այս տարի ինչով եկաք, ինչպես փորձեցիք զարմացնել հանդիսատեսին։ Իսկապես որ հեշտ չէր, այս անգամ էլ հեշտ չէր գալ, բայց այստեղ են ասում եք եղկանգի գերանկոտրի նորից մշակույթի նախարարությունը մեզ ոչ մերժեց, ոչ տվեց մեզ համապատասխան գումարը, օդի մեջ արկախեց, սպասեք պատասխան, մենք եկել ենք հետո հետ գանք, սպասեք պատասխանի, բայց մենք ունենք գումար ճանապարհածախսի եւ սնունդի, բայց գիշերակաց չունեինք, դե 40-ից ավել մարդ, եւ այստեղ նորից որոշեցինք դիմել Տիկին Գանդալյանին, մարզի մշակույթի վարչության պետին, որը փորձեց մեզ տեղավորել ընտանիքներում, ցավոք լիարժեք չստացվեց, այստեղ օգնության հասան քաղաքապետարանի մարդիկ, օգնության հասավ շատ սիրելի մեզ համար հարգելի Աշոտ Խաչատրյանը, որը ձեր Կապանի քոլեջի տնօրենն է, այսպես ամեն մեկը տեղավորեցին երեխաներին ընտանիքներով. Եվ ամենահետաքրքիրը ես ներկա չէ, ես ուրիշ առաքելություն ունեմ հիմա մարզով եւ ընդհանրապես Հայաստանի մարզերով ժամանակ մենակ պատմեմ, որ վերջում լիքը նեղացող մարդիկ եղան, բայց ինձ երեխա չհասավ։ Այսինքն մենք սկզբից կարծում ենք հազիվ կտեղավորենք, հետո մնացին մարդիկ, բայց երեխա չտարը։ Եվ այս ընտանիքներում մնալը ինձ համար շատ կարեւոր է, որովհետեւ ժամանակին չէ որ փառատոնը ստեղծեց պատերազմից հետո, այս տարի 5-րդն է, եւ մենք որոշեցինք գնալ եւ արցախցիներին եւ սյունեցիներին, որոնք հատկապես արցախցիներ, որոնք իսկապես շատ հիմար վիճակում էին, հոգեբանական ծանր վիճակում էին, իրենց գոտեպնդել, ոչ թե գնալ իրենց համար համերգ տալ, իրենք ուզում էին, որ մենք այդտեղ գնայինք, այլ իրենց հանել այդ վիճակից, իրենք երգել։ Եվ այս կապը այն ժամանակ Արցախի տարբեր մարզերի կամ շրջանների Մարտունի, Մարտակերտ եւ Սյունիքի ծրված համայնքների միավորումներ, որ գոտեպնդում էր նաեւ, հասկանում էի, որ այս տարալուծումը, տարանջատումը ուղղակի քայքայում է մեր ժողովրդին։ Գույների են բաժանում հասակի, չաղության, աչքի գույնի չէ, հայ ենք էլի։ Եվ այն ժամանակ էլի մենք խնդիր ունեցանք եւ մնացինք արցախցիների տներում եւ երբ պատերազմից հետո շատ տգեղ ձևով որոշ մարդիկ հավանաբար դա քաղաքականություններ դմատացված այսպիսի պարակտում էր, սկսեցինք վատ բաներ տարածել արցախցիների մասին, տեսնենք իմ երեխաները այդ ոնց էին պայքարում, կռվում, առյուծի նման, մեկը փորձեր Արցախում բացել, ասում դուք եղել եք Արցախում, ոչ, ես ասում եմ իրենց տանն եմ ապրել, ես տեսել եմ իրենց հյուրընկալությունը, իրենց սերը, իրենց մարդկայնությունը, դա շատ կարևոր է, որտեղ մի անգամ մի հատ ընտանիքի հետ շփվում ես եւ վերջ, այստեղ էլ նույն բանն է, երեխաները բազում անգամներ են մնացել կապանցիների տան 2000-ականներին էլի միջոց չկար, եկան Գլանը Գրիգորյանը ասեց, եկեք մերոնց տաներում կտեղավորվեն այն ժամանակ ինքն էր ուսումնարան տնօրենը։ Այսօր Աշոտն է Խաչատրյան շարունակում, Տիկին Գանդալյանը իր ներածի չափով, ուժերի ներածի չափով, եւ մենք այսպես լավ ենք մենք զգում, իհարկե մեծ ասակներս մենք հյուրանոցում, մեզ ոչ ոք չի տանում, այս երեխաները շատ լավ են իրենց։ Ավանդույթ է դարձել, կարճ ասած ընտանիքում։ Ես չեմ ուզում դա, ես ուզում եմ որ դա ավանդույթ լինի, բայց չեմ ուզում պետությունը ասի դա անում են էլի, չէ, պետությունը պետք է հասկանան խնդիր ունի, ինքը պիտի անպայման սա խթանի, որովհետև ցանկացած Կապանում էլի լավ փառատոններ են տեղի ունենում, մենք գիտենք Սևակն է անցկացնում եւ այլ շատ լավ է, շատ լավ է։ Ուղղակի չի կարելի ոչ դերագնահատել, ոչ գերագնահատել, իդեալական լավ բաներ են, բայց այս համախմբումը միայն բերում է երգչախմբային արվեստը։ Այս տարի քանի երգչախումբ մասնակցեց փառատոնին, ինչ երկացանք էիք ընտրել, խորհրդանշական օրը պատահական ստացվեց, որ մայիսի 9-ին ընտրեցիք, թե նպատակային էր ամեն ինչ արվեց։ Նախ երկացանքը
կամաց մեծանում է։ Առաջին անգամ որ եկանք երկու գործ իրար հետ երգեցինք, հետո երրորդ, մյուս տարի չորրորդը, այս տարի մենք 7 ստեղծագործություն երգեցինք միասին, էլի կար մի 3-4-ը, բայց այդքան կարող է արդեն երկար թվար, եւ մենք ընտրել էինք լավագույնները։ Իհարկե հայրենասիրական թեման առաջնայինն է, եւ մենք Փառք Աստծո շատ չէ, բայց ունենք Սարդարապատ, ունենք Երևանի Երևան, ունենք տղեկը, որոնք չկան Արմո Բաբաջանյանի, այս տարի ավելացավ Կոնստանտին Պետրոսյանի Հայաստանը, Ռոբերտ Պետրոսյանի Երկիր հայրենին կա, ամեն ինչը Հայաստանի ու հայրենիքի մասին, այնքան լավ բառեր էր, մեր լավ պոետների, իսկ Էդգար Հովհաննիսյանի եւ Պարուհի Սևակի համատեղ երկու ստեղծագործություն ուղղակի ռումբ են դրանք։ Ես շատ եմ սիրում այդ գործերը երեխաները, որ երկրում աչքերից կայծ են դուրս գալիս։ Իրանք ամեն մեկը իրենց զինվոր է պատկերացնում։ Կապ չունի աղջիկ թե տղա։ 7 գործ միասին երգեցինք, օրը պատահաբար ամեն երգչախումբ ինքը երգում է երկու ստեղծագործություն, ավել ուղղակի շատ ձանձրալի կլինի, քանի որ 7 թե 8 երգչախումբ է, արդեն 16 ստեղծագործություն Հայաստանի փոքրիկ երգիչներն են երգում, մեծ բավականին համերգ է։ Այսինքն մարզի բոլոր համայնքները ներգրավված են եղել։ Չկա համայնք, որը ունի երգչախումբ եւ ներկայացված չեն։ Ավելին, Գորիս ունի 2 երգչախումբ, Կապանն ունի 4 դպրոց, 4 երգչախումբ, գումարած քոլեջի երգչախումբը 5։ Մեղրին ագարակը 1 երգչախմբով են Քաջարյանը, Գորիս ասացի 2։ Այսպես բոլոր իրար հետ կներեք հավաքվում են եւ երգում ենք, նախ իրենց են ներկայացնում, եւ փուչուները այրանց գյուղում երգում են, խնձորեսկում երգում են, գործը Կապան, Երևան Կապանն է, մենք գնանք Փարիզ։ Հա Հայաստանի փոքրիկ երգիչները։ Չնայած ասեմ, որ Հայաստանի փոքրիկ երգիչները միշտ ավելի հաճույքով Արցախ են գնացել եւ եկել են Սյունիք, քանց թե ինչու՞ մի արտասահման։ Փառատոնը աշխարհագրություն ընդլայնելու ցանկություն չունի, թե առայժմ միայն Սյունիքում։ Բայց որպեսզի ընդլայնի, սյունեցիները պետք է եկեն իսկապես կատարյալ։ Գիտեք, այստեղ ինձ մոտ մասնագիտական կողմը ստորադասվում է գաղափարականին։ Ես միայն այս երեխաներին իրար հետ որ տեսնում եմ, ինձ նվաղում է։ Արդեն չես էլ նայում լավ են երկում տևոտ։ Դե փորձում ենք եւ անկեղծ ասեմ, արդար լինելու համար, երբ որ հիշում եմ այսօր երգում են, ես դրա մասին մտածում եմ, երբ որ նոր երգում են, այնքան անմաքուր են երգում, այնքան անկապ են երգում, բայց ասում եմ ոչինչ, կարևորը ամաչում էին որ պիտի երգեն, ասում եմ մենք Հայաստանի փոքրիկ երգիչներ ոնց երգենք, որ լսեք, ասում եմ գաղափարը, մի աղբերը մեծ է, մեկը փոքր, մեկը բոյով, մեկը չաղ, մենք եղբայր ենք, չէ՞։ Այս անգամ լսում ասում ինչքան է 5 տարվա մեջ ինչ աճեցին այս երգչախմբերը, ինչքան ճիշտ սկսեցին երգել, գեղեցիկ երգել, չէ՞ որ դա միայն փորձ չէ, փորձերը վարպետաց դասի պես բան, խմբավորները լսում են, հետո ես իրենց հետ զրուցում եմ, հետո իրենք ինձ հարցեր են տալիս, եւ հետո գնում են արդեն տեղում երգչախմբերին փորձում են շտկել։ Դրա համար կարծում եմ մենք հասել ենք նաեւ արդյունքի, բացի գաղափարական, հուզական կողմից նաեւ մասնագիտական որոշ արդյունքի։ Երբ որ շատ լավ կերգեն, արդեն կմտածենք գնանք մյուս մարզերն էլ, հետո շատ լավ երգեր, կողմից հավաքական երգչախումբ ստեղծենք, գնանք արտ երգեր, ինչ-որ մի հատ փառատոն է, ով գիտե։ Այսինքն գուցե եւ այո, մասնագիտական աճը ձեր ասած բերի ավելի նորանոր է։ Եթե աճ եղավ, անպայման տեղում չենք դոփել։ Բայց ես կարծում եմ, որ փառատոնը, որ արդեն ավանդական է դառնում, ստիպում է ճակերտավոր ասած, որ աճեն, աշխատեն, որտեղ մարդիկ գիտեն, որ տարվա ինչ-որ մի փուլում պարտադիր փառատոնի պետք է մասնակցեն եւ ավելի պատասխանատու են երևի թե վերաբերում այդ հարցին։ Մի բան է խեղճացնում, որ մենք սեպտեմբերին դեռ չգիտենք մեզ կֆինանսավորի որևէ մեկը։ Որտեղ եթե չկա գումար, չես կարող էլեմենտար տարական բան է, չես կարող գալ հասնել Սյունիք։ Վերջ, Կապան չես կարող գալ։ Եվ այդպես սրտի դողով հունվարի վերջին ինչ-որ բաներ են նշմարվում, ոնց որ թե կարող է ստացվի տրանսպորտը չգիտեմ ինչ։ Եվ հուսով սկսում ենք, բայց հետո մեկ էլ հոպ կեսը չեղավ, բայց մենք միևնույն է, եթե որոշել ենք անում ենք։ Երգչախմբային արվեստից խոսենք, շարունակում է այն արտիական մնալ հետաքրքրություն վայելել։ Անպայման ամբողջ աշխարհում, ուրիշ բան որ փոքրերի մոտ գնալով դժվարանում է, այդ այլ ամբողջ աշխարհում։
անդադ սեմինարներ անց են կացնում միջազգային ֆեդերացիան, Եվրոպական միությունը երգչախմբերի եւ կարևոր խնդիրը այն է ոնց անենք, որ երեխաների պահենք երգչախմբում, որովհետեւ հեռախոսը, չգիտեմ, մյուս պահունքները տանում են իրենց։ Ժամանակ չի մնում։ Եթե կարող է, եւ դա աշխարհով մեկ է։ Մենք առայժմ դիմակայում ենք։ Մեզ մոտ էլ կա դա։ Մեզ մոտ էլ երբ որ ծնողները ասում են, «Այ դժվար է, չեն հասնի բան», ասում եմ, մի 6-7 ժամից 2 ժամ թող հեռախոս պակասնա։ Միևնույն նայում են։ Պարոն Եկեկյան, երբ որ գալիս եք վարպետաց դասեր եք անցկացնում, շեշտադրումը ինչի վրա եք դնում եւ առասարակ երբ որ այդ երգչախմբերի հետ փորձում եք այդ կարճ ժամանակահատվածում որոշակի աշխատանք անել, հասցնում եք առանձնացնել ինչ որ երեխաների, որոնք որ առանձնահատուկ տաղանդ ունեն, թե երգչախմբային արվեստի մեջ մի քիչ բարդ է դա անել։ Երգչախմբային արվեստում հակացուցված է դու աչքին գնող երեխան։ Ավելի աչքի գնող երեխան պիտի ինքը մտնի ստերի մեջ։ Ես շատ լավ աղջիկ ունեի Նարինեն Օջախյան, փայլուն, ես այդպիսի երգչուհի էլ չունեցա երգչախմբում։ Ամենաառաջին ոսկե մեդալ բերողն է Հայաստանի։ Անկախ Հայաստանի ոսկե մեդալը երեխաների մեջ բերել է Նարինե Օջախյանը։ Հիմա ինքը արդեն մեծ է եւ փայլուն ձայն ուներ։ Օրենքով դի դուս բրծներ։ Բայց ամենակարևոր բանը ինչ է, իրեն սովորեցեցի եւ ինքը իրեն գիտակցում էր դա, որ դառնա ընտանիքի անդամ, դուրս չբրծնի։ Հակառակը մեջից իրենց տանի առաջ։ Մեծ վարպետություն է։ Այսօր լսում ենք երգչախմբեր, մեկի ձայնը ընդեղից, մեկի դա ուղղակի հակացուցված է։ Երգչախումբը դա մի գնդակ է։ Վերջ, գնդակ է, կարող եք ասեք սկիզբը որն է, վերջը որն է։ Գունդ է, այսպեսի գունդ ձայն պիտի լինի։ Եվ որքան ձուլված է երգչախմբի ձայնը, այնքան ավելի որակը բարձր է այդ երգչախմբի։ Դա համար դա չէ, բայց վարպետաց դասերը շատ չեմ ունենում երգչախմբերի հետ։ Ավելի շատ զրուցում եմ խմբավարների հետ, որտեղ այդ ժամանակը չկա եւ որ հրավիրողը չկա, այսինքն որ գալ նստել երգչախմբերի հետ աշխատել։ Այդ չկա։ Եվ կարծում եմ իմ ժամանակը չի ների, որ ես գամ հաթաթ երգչախմբերի հետ։ Ես նույնիսկ իրենց առաջարկեցի վաղը ժամը 11-ին ես փորձ եմ անում։ Եկեք, խնդրեմ, փորձի ժամին եկեք, փորձս լսեք եւ ես այնպիսի փորձ կանեմ, որ ձեզ նաեւ ուսուցում կլինի ինչ եմ անում, ոնց եմ անում, որ դրան հասնում եմ։ Որոշ վարժություններ բան, խելոք խմբավորը մի հատ տեսավ լիքը բան կհասկանա։ Ճիշտը մեկ խմբի վրա եւ դա անում են աշխարհում մեկ։ Մենք երբ որ մեկնել ենք Լիտվա համերների, խնդրեցին, ասեցին կարող եք բաց փորձ անել, որպեսզի մեր խմբավորները լսեն։ Հետո այնքան մեծ էր դիմորդների քանակը հայտագրվել էին նախապես, որ իրենք այդ դալիճը թողել էին, սովորաբար այդ դալիճում էին անում։ Տեղափոխվեցին մեծ համերգադալիճ։ Եվ մենք ես այնտեղ էի անում այդ փորձը, բաց փորձը լիտվացի խմբավորների համար։ Լիտվացիք չգիտես ինչի ուզում են, անգլիացիք ուզում են, ֆրանսիացիներ ուզում են, հայրեջ պետք է չի, այդ ցավալի է։ Այդ տարիներ շարունակ համերգներ եք տալիս, փառատոներով հանդես գալիս, չգիտեմ, աշխարհը շրջել եք այսպես ասած, ամեն անգամ ամեն կայացած համերգից, փառատոնից հետո ինչ զգացողություններ եք ունենում։ Մեծ բավարարություն, երբ որ դրսում ենք։ Հայաստանում նույնպես, բայց ոնց որ Հայաստանում գիտեք ինչ, կայացել ենք, բոլորը գիտեն, ասենք արդեն գիտեն էլի, հա ասենք, արտասահմանում էլ է այդպես, բայց մենք չէ որ ամեն անգամ նոր քաղաք, նոր համերգադալիճ, այդ համերգադալիճները մեկը մյուսից լավ, մենք հիմա մի քիչ երես ենք առել, ընտրում ենք, չէ՞ այսօր չենք ուզում, այնտեղ ենք ուզում, հիմա մենք Ֆրանսիա պիտի գնանք շրջագայության, ես ասում եմ լավ դալիճ եմ ուզում, ուղղակի դալիճում չեմ ուզում ելույթ ունենալ։ Կամ Միացյալ Նահանգներ ենք մտադիր գնալու, այնտեղ անպայման ուզում ենք Դիսնեյի դալիճում ելույթ ունենանք, Կարնեգի հոլում հանդես ունենանք, ունենք այդ որակը եւ այդ անունը եւ այդ մակարդակը, որ մեր առջեւ դռները բաց են։ Այդ դալիճներում, բայց քանի որ տարբեր ամեն անգամ դալիճներ են, նույն դալիճում 1000-ից մեկ ես երկու։ Դու եւս մի ունկնդիր ես գրավում քո կողմ։ Ունկնդիրի մեջ զանգված սիրահարվում է քո երգչախմբին, քո արվեստին եւ քո բնականաբար երկրին։ Չի կարող դա մասնատվել։ Բոլորը սիրահարվում են երկրին։ Եվ դա քեզ գիտեք ինչ արժանապատվությունը դե շոյվում։ Ոչ դու քեզ հապարտ ես կամ չի շոյվում ես դու։
ոնց որ քո երեխային մեկը նկատեց, ու դու ոյցի լոբոլիկա։ Օրինակ է, դու լավ ես գում, ցանկացած մար դա կհասկանա։ Մետես հիշում եմ Ճապոնիայում, երբ մի կույր բնույթ կտակը գրել էր ծնված օրվանից կույր։ Այնպեսի կարծիք էր գրել, չես կարող հանգիստ կարդալ։ Խոսքեր կա, որ դուք կարողացաք անել այնպես, որ ես սկսեցի տեսնել։ Իհարկե փոխհարաբերական իմաստով է։ Բայց երբ որ մենք եկանք Երևան, Ճապոնիայի զանգում էին տուրիստական գործակալություններ, մեզ այն հետո զանգարում գործակալություններ, ասում են մեր փաթեթի մեջ, մեր տուրիստական մցրեք համերգ այցելություն Հայաստանի փոքրիկ երկրների։ Բայց սա նվաճում է, սա հաղթանակ է, ոչ թե համերգ է, հաղթանակ է, մենք գրավեցինք ունկնդրու հոգիները։ Մակը հող է գրավում, մեկի ունեցվածն է գրավում, մենք հոգիները, մեր մտքերը, իրենք երկար ապրում են, երկար հիշում են։ Ես Միացյալ Նահանգների համաշխարհային գիտաժողովի ելույթից հետո անցել էր առնվազն 5-6 տարի եւ մի կին ինձ Մեքսիկայում տեսնում է, ու Մեքսիկայից մի խմբավար ասում է ես հայ եք, բան, ես Հայաստանից մի այնպիսի երգչախումբ եմ լսել։ Նման բան չկա աշխարհում, ասում եմ դուք որտեղ եք լսել, մանկական ասում եմ, դուք որտեղ եք լսել։ Ասում է, չէ, բան համերգի չեմ լսել։ Տեսքն էի ուզում նկարագրել, բան, որտեղ նայում եմ ինձ հետ խոսում եմ, բայց ասում եմ, եթե ինքը լսած ներ, ինձ կհիշեր։ Ասում եմ, չէ, ես լսել եմ, խտասալիկ եմ լսել, այսինքն մենք մի տեղ համերգ ենք տվել, մեկը գնել է, այդքան վերցել է, տվել է կինը լսել է ու դասս տպավորության տակ էր։ Մեկ ուրիշ կին համերգից անցնում են տարիներ, հետո մեզ տեսնում է ու ասում է, գիտեք, չէ, մինչև հիմա ես ձեր հնչողությունը հիմա կանջում է։ Եվ նա պատմում է տարբեր տեղեր։ Դա ճանաչում է մեր երկրին, ճանաչում է մեր մշակույթին։ Ու մի քիչ բացում են, ժամանակ թերթում են, հիմա մեջ մտնում, հետազոտում գտնում են ինչ երկիր է, ոնց ամիջապես կամ ինչը գալիս է քաշքի առ։ Այսա տալիս է հոգևոր մեծ բավարարվածություն։ Ձեր զավակը ճակերտավոր ասած, ինչ պլաններ ունի այս տարի։ Ինչ եք անելու փոքրիկ երկրների։ Մենք այս տարի ում սրտերն է գերելու։ Ուզում ենք առայժմ փորձել։ Պատկերացեք ինչ որ ենք ընկել, մենք այդքան ամիս 8 ամիս փորձ չարեցինք, հիմա ինչ որ միտեղ ենք գտել, եթե կարողանանք գոյատևել ֆիզիկապես, ապա մյուս տարի չի բացառվում փետրվարին պիտի մեկնենք Ֆրանսիա շատ մեծ շրջագայության, մեծ ոչ միայն տևողությամբ, քաղաքներով, այլև իր հեղինակությամբ, որովհետև ամենաբարձր պետական պաշտոնյաներ գուցե եւ մասնակցեն այդ մեծ շրջագայությանը մեր, նաեւ միտք ունենք մեկնել Միացյալ Նահանգներ, էլի պատմեցի, որ ուզում ենք գնալ, բայց մեզ համար ամենակարևորը փորձ, ձայնագրություն, մենք ուզում ենք հետ կթողնենք, վաղը չենք լինի կամ ինչ կլինի չգիտեմ, որ մարդիկ լսեն, ասեն, ոյ, երգչախումբ կար, եւ ձգտեն նման երգչախումբ ստեղծելու կամ ունենալու։ Պատմություն եք կերտում։ Ուզում եմ։ Կարծում եմ արդեն կերտել եք։ Գիտեք, ես ուզում եմ մի փոքր, եթե դուք թույլ կտաք, շեղվել մեր այսօրվա թեմայից, այսօրվա եւ խոսել Սյունիքի մասին, որտեղ ես արդեն 5-րդ օրը Սիսիան, Գորիս, Խնձորես, այսպես մեքենայով, ես եւ մի հանձնախումբ 8 հոգով մենք անց ենք կացնում դիտարկում, մշտադիտարկում, մենք բարձույթ ենք անում, վերնագիրը արվեստը հայրենիքն ու ես, հայրենիքս ու ես։ Եվ լսում ենք շատ երեխաներ, այսօր կապ արդեն 3-րդ օրն եմ կապանում, համերգը այսօր է, բայց ես 3 օր է կապանում եմ, առաջին հիացել եմ, որ քաղաքը մաքուր է։ Շատ տարիներ առաջ մենք շվեյցարացի մի երգեոնի վարպետի հետ եկանք ձեզ մոտ հյուր, տաղավար, 10 տարուց ավել մոտավորապես, եւ ինքը պատմեց, որ հիացած եմ, սիրարված եմ կապանին, անվճար կվերանորոգեմ ձեր երգեոնը, բայց հետո մեկ է պատտվեց ինձ համար անսպասելի, շատ խիստ, ասեց ինչպես եք պահում դուք ձեր քաղաքը։ Նա անցել էր գետի կողքով եւ տեսել էր աղբի կույտեր, շատ մեծ, մոմլաթե տոպրակները շշեպ, ով չի ալարել շպրտել էր, որտեղ էլ շպրտել էր գետը հավաքելով բերել էր եւ այսպես դիմեց ժողովրդին, շվեյցարացին, ասեց մաքուր պահեք ձեր քաղաքը։ Ես շատ սիրեցի այն մաքուր պահեք։ Այսօր ես անցա կամուրջով մեծ հիացմունքով,
մաքուր գետը մի քիչ վարարել էր։ Ուզում եմ ասել, պարոն շվեյցարացի, ձայնը տեղ է ասել։ Եվ կուզեմ, որ մաքուր պահեն, մի հատ արկղ տեսամ բանից, պլաստմասայից, քցած, եկել միտեղ դեմ էր առել, ուզում եմ հավատամ, որ պատական չէ մեկի ձեռքից ընկել է, չեմ ուզում հավատամ, ուղղակի անխնա շպրտել է։ Այսօր մեր հանձնախմբի երաժիշտներից մեկը պարոն Դիլանյանն ասեց, մայստրո ջան, ոնց որ Ստեփանակերտը էր մաքուր։ Ստեփանակերտը բոլորով այցելում ես, ինչ մաքուր քաղաք է։ Դուք հիմա դատապարտված եք այդ բեռը վերցնեմ ձեզ վրա, մաքուր քաղաք հիմա է Սյունիքում։ Եվ կդառնա մշակութային քաղաք, որովհետև համերներ հիմա շատացել են, փառատոններ, մնում է ակտիվ լինի հասարակությունը։ Չէ՞ դե լավ, ամեն տարի էլ գալիս են, այս տարի կլինի, չէ, մյուս տարի կլինի, չէ, դալիճը պիտի ճաքի, տրաքի այդ համերներով։ Կամաց կփոխվի ձեր տեսակը։ Ամեն մարդու տեսակ է փոխվում, ինքը դառնում է մշակութապես հարուստ, ավելի փափուկ, ավելի բարի, ավելի վճռական, որ քաղաքի պաշտպանության համար։ Ես դա շատ եմ ուզում։ Հիմա ձեր այդ այցերի շրջագայության նպատակը ո՞րն է մարզում, որ մրցույթ են գանում մարզի մեջ, եւ շուտով դուք կիմանաք լավագույն համայնք, լավագույն դպրոց, լավագույն համայնք։ Հետո արդեն մարզը կմասնակցի մարզային փրփուրում, դուք իմանաք որտեղում եք մարզը, եւ մարզպետերը, համայնքապետերը, որոնք նիրհում են կամ լսել ենք ոչ ձեր շրջանի մասին, մի շրջանի մասին ասում եմ, շրջաբերական ուղարկվել է, չեք փոխանցել մարզպետարանն եմ ասում համայնքի ղեկավարին, որ նայել դպրոցին։ Համայնքապետ ունենք շատ օրերով դա գործի չի գալիս։ Ես չի ուզենա, որ այդպիսին լինի Սյունիքը, ես տեսնում ինչպես է բարեկարգվում, ես մի տարի առաջ եմ եղել, ավելի ինձ համար երևացող է, եւ արդեն այն շենքերը, որը կառուցվում են, համարյա կառուցվել են, եւ քաղաքն ինչ որ պատ սարքվում, եւ այս ուսումնարանի եւ մշակույթի տան կողքերն են ասֆալտապատվում։ Ինձ հետ Արմենիա Աղասյանն որ եկավ, մեր դաշնամուրի մասնագետը, ասես մտանք կապան նայեց, սիրուն քաղաք, հասկանում եք։ Սյունիքի մարզում քաղաքները գեղեցկանում են։ Միայն կապանի վրա չկենտրոնանանք, պետք է մենք դա գնահատենք, որ բոլոր համայնքներում կա շատ։ Ոչ միայն ես եմ գնահատում, ժողովուրդն է գնահատում, ես Գորիսում հատուկ այսպես պրովոկացիոն հարցեր էի տալի, ասում եմ գոհեք համայնքապետից, շատ, չեն ասում, այո, ասում շատ։ Ինքը մեր մասին մտածում է, հենց որ համայնքի ղեկավարը, մարզի ղեկավարը մտածեց ժողովրդի մասին, ինքը դառնում է շատ սիրելի։ Պետք է եղածն ինչ է։ Մտածի ելիքո ժողովրդի մասին։ Եվ ստանձնում ես այդ պաշտոնը, որ մտահոգ լինես, չէ՞։ Լսել եմ եւ անձամբ ծանոթ եմ, մտահոգված է Կապանի համայնքի ղեկավարը, ավելին կրթությանը եւ արվեստին մեծ ուշադրություն է դարձնում, ինքն է վարպետաց դասերի համար հրավիրում, բայց լիքը անելիքներ կա, այսպես կոսմետիկի չոբաներով, ընդերքը պիտի փոխվի։ Դե ժամանակ է պետք ընդերքը փոխելու համար կարծում եմ։ Մենք չենք շտապում, ոչ, չէ, մենք շտապում ենք, բայց առանց նյարդայնության, եթե տեսնում ենք քայլ գնում է առաջ, ուրեմն արդեն լավ է։ Շարունակականությունը ձգտելու եք պահել փառատոնի եւ գուցե այլ քաղաքներում մարզի մտածեք կազմակերպել, թե դահլիճի պայմանները թույլ չեն տալիս այլ տեղերում։ Ուզում ենք այս տարի մենք Հայաստանի փոքրիկ երգիչները վերջապես համերգով հանդես գանք Մեղրիում։ Հանդես են գալիս, չգիտեմ, ուր ասես, աշխարհի որ ծայրը, բայց Մեղրի ենք ուզում, բա մեղրիցիները ոնց են ուզում մենք գնանք։ Եվ քաղաքապետը շատ լավ քաղաքապետ, եւ ինքն է ուզում, եւ դպրոցի տնօրեն Հասմիկն է ուզում, չստացվեց, միջոց չտվեցին, որ այստեղից ընդեղ հասնենք։ Իրենք էլ ասեցին, կգաք մեր տանը կմնաք, մենակ եկեք։ Դե այստեղի ճանապարհածախսը չերիքեց։ Ցավում եմ։ Քաջարում ելույթ ենք ունեցել, Գորիսում ելույթ ենք ունեցել, Խնձորեսկում ելույթ չենք ունեցել, Սիսիանում չէ, ժամանակ է պետք դրա համար, հասկանաք, որ դու կարողանաս կամ ամեն անգամ մի մարզ, մի բան, մենք կուզենայինք, որ չկենտրոնանա կապանում, մի անգամ Գորիսում անենք, մի անգամ դահլիճ չունենք։ Ես ասում եմ մեծ ամոթ պատասխանատուներին, ովքեր են չգիտեմ, որ թատրոն դահլիճը այդպիսի անմխիթար վիճակում է։ Մենք երգել ենք այդպիսի դահլիճում, ներողություն, երգել է չի գալիս։ Երգում ենք որտեղ ժողովուրդն եկել է, ժողովրդի համար երգում ենք, բայց ինձ ցույց տալիս են կուզեք, ստեղ եկենք, ասենք ներողություն կգնենք։
Դահլիճը պիտի դահլիճ դառնա։ Եվ դա շատ մեծ ծախսեր չի պահանջում այդ դահլիճները տեսքի բերելը։ Պարոն Հակոբյան, եթե ամփոփելու լինենք, իհարկե շատ երկար կարելի է զրուցել, դուք ասացիք, որ չենք շտապում, բայց շտապում ենք այդ մի քանի քայլ, որպես ամփոփիչ խոսք, որոնք պետք է լինեն այդ քայլերը։ Ձեր ուզած գուցեև ոչ թե իդեալականացված, այլ այն որ առավելագույնին հասնելու համար։ Ես նվիրվեմ Սյունիքին, այսպես, հենց ազատ ժամանակ լինի, քշեմ գամ Սյունիք, դպրոց կամ այդ ժամանակը չկա, հավաքենք բոլորին միտեղ ու իրենց հետ վարպետաց դասեր անեմ, որպեսզի որակական բարձրանա։ Սա մեկ, բայց չգիտես ինչի, ոչ միայն գումարը, այս սպասումը չկա։ Երբ որ գալիս էսպես նստած են։ Ոչ բոլորը, նորից եմ ասում, խմբավորս էս նստած է։ Երբ որ մարդու աչքերի լույսը հանգած է, խամրած է, նստած է։ Ինչ է ստույել ինձ ուզում պահանջում։ Կայծ պիտի լինի։ Ինքը պիտի ուզենա, որ տեսնես ուսանողը ինչպես է, որ ուզում է դու մեզ տաս, չէ՞ ուսանողին։ Որ ուսանողը ես կատակով ասեմ դամբուլ աչքերով գալի կանգնում ասենց դիմաց այդ կամ ոնց հոգնած մարդիկ։ Ես ես հոգնած մարդկանցից հոգնել եմ ամբողջ Հայաստանում։ Մյուս տեղերից չի հետաքրքրում։ Ես մարդկանց եմ փնում, այսօր հիմա ձեր մարզում է պարոն Այնթապլյանը, շատ հետաքրքիր մարդ, եկել է Միացյալ Նահանգներից, ամեն ինչ թողել եկել է բժիշկ։ Վաճառել է եկել է Հայաստանում հիմնավորվելու, որը նույնպես մարզում տարբեր դասախոսություններ է անում, հայագիտական, հայապահպան, լեզվի մասին, մեր պատմության մասին, մեր երկրում փոփոխություններ տեսնելու վերաբերյալ։ Պետք է գան այդ մարդու հետ շփվելու, չէ՞։ Ինքը եկել է։ Նա Միացյալ Նահանգներից եկել է Երևան, Երևանից եկել է Կապան, Օթանով եկել է։ Բայց ով է գնում ընդառաջ, գիտեմ գրադարանում շատ լավ հանդիպում է ունեցել։ Այսինքն մարդիկ ձեռք են մեկնում, ձեռք մեկնածին պետք է ձեռք մեկնել, չէ՞ որ բարև։ Երբ որ այդ կրակը կլինի, ինչպես շատերի մոտ կա, բայց ոչ բոլորի։ Այն ժամանակ դու հավեսով գալիս ես։ Կամ օգնեմ, սարքեմ։ Ես մի տեսակ մարդ եմ, որ ժամանակս քիչ է, ես կուզեի 1 ժամում ոչ թե 100 հոգու, ոչ թե 50 հոգու, 1000 հոգու փոխանցել, եւ դա հնարավորություն ունենք։ Եվ չեմ սիրում, եւ նեղվում եմ, որ խեղճ եմ։ Դեսեք անտարբերություն ծավալ բան չկա։ Եվ երբ որ որակը բարձրանա երգչախմբային արվեստի, կուզեմ նաեւ աշխարհագրությունը մեծանա, կուզեմ միավորենք մարզերը, շատ բան կուզեմ, բայց գիտեք ինչ է դա ժողովրդի միավորումն է։ Ինչքան պարակտեցին բոլոր ձևերով, հիմա արդեն պիտի կտոր կպցնենք։ Իրավունք չունենք թողնել, թեկուզ եթե գծեր մնան, սկզբում ոչինչ փակցնենք, հետո մի օր մի գյուտ կլինի, կհղկենք գծերը չեն երևա։ Շնորհակալ եմ շատ մեզ ժամանակ տրամադրելու համար։ Ես շնորհակալ եմ, որ դուք անդրադառնում եք մշակույթին, դուք անդրադառնում եք արվեստին եւ դուք անդրադառնում եք կրթությանը, դա շատ կարեւոր է հեռուստատեսությունը այսօր կրթող մի օղակ է։ Շնորհակալ եմ, Աստված տա լինեք եւ երևի ժողովուրդը լսում է եւ գոտեպնդում։ Այսօր էլ ներողություն երկարացրի, մոտենում են ինձ հանդիսատես, ասում են շնորհակալ ենք, որ եկաք մեզ գոտեպնդեցիք։ Եվ դա ասում են Գորիսից եկած, Սիսյանից եկած, տեղացի ժողովուրդը։ Եթե քեզ մոտ դա ստացվում է, որ դու պարտավոր ես դա անել։ Ես գոտեպնդում եմ իմ շատ սիրելի սիսյանցիներ, գորիսիցիներ, հատուկ կապանցիներ, մեղրիցիներ, կաջարանցիներ, մի խոսքով բոլորիդ գոտեպնդում եմ, մենք ուժեղ ենք, մենք դժվար օրեր շատ տեսած ժողովուրդ ենք ու դա շատ էլի լավ օրեր ենք տեսնելու։ Շնորհակալ ենք շատ։ Կարևորի մասին հաղորդաշարներ եթերում այսօր մենք խոսեցինք երգով եւ սիրով փառատոնից եւ ոչ միայն, իսկ իմ հյուրը փառատոնի գեղարվեստական ղեկավար հիմնադիր Տիգրան Հեքեքյանն էր։ Հաջողություն։